Հայր ջան բարելուս, հուսով եմ լույսը բարի կլինի մեր ազգի համար, չնայած վերջերս ամեն առավոտ արթնանալուց մտածում ենք էլ ինչ արհավիրքի մասին ենք այսօր լսելու։ Ուրեմն մի անգամ այս մասին խոսացել եմ, ուզում եմ կրկնեմ։ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման առաջին հարձակումը սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Սպարապետը Վազգեն Սարգսյանը հենց այնպես չէր ասել այդ ուրեմն նախադասությունը, որ սրանք Մերոնին թույն խառնողներ են։ Գաղտնիք չի, որ սպարապետը կողմ է եղել Գարեգին Բ-ի ընտրությանը, որ նա ցանկացել է, որպեսզի կաթողիկոս դառնա Գարեգին II-ը, եւ դրա համար նա ջանք չի խնայել, ճիշտն ասած, ինչպես որ ես լսել եմ տարբեր մարդկանցից, ովքեր մասնակից են եղել այդ ժամանակ, իմանալով, որ սրանք Մերոնի մեջ թույն խառնողներ են։ Չէր կարա նա այդ մասին չիմանար, նա հասարակ հայ մարդ էր, շատ պարզ հայ մարդ էր, հավատացած եմ կարդացել էր եւ շատ լավ տեղյակ էր եւ իր անձնական օրինակով Կայենի եւ Աբելի պատմությունը իր սեփական տանը տեսնելով, այն նախանձը, որ նա չէր կարա նկատած չլներ իր հարազատ եղբոր կողմից, եւ բանիմաց մարդ էր, գիտեր ինչա կատարվում, գիտեր ինչ խաղեր են անում, այո, եւ սխալներ ուներ, ինչպես բոլորս ունենք, չկա անսխալական մարդ, բայց նա հասկանում էր իր սխալները եւ ամեն ինչ անում էր ազգի օգտին։ Եվ դրա համար էլ նա որոշել էր, որպեսզի ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ Մերոնի մեջ թույն խառնողները, որ այն ժամանակվանից արդեն որոշել էին մեր եկեղեցին տանել մցնել կաթոլիկ եկեղեցու գլոբալիզմի հիմնադիրի, գլոբալիզմի ղեկավարողի կաթոլիկ եկեղեցու ուրեմն տակ, նա որոշել էր դրա դեմն առնել, հաստատ իմանալով, որ Գարեգին II-ը այն կաթողիկոսը կլինի, որը չի գնա այդ քայլին։ Ես կիսատ պրատ մի պատմություն գիտեմ, որը իրականություն է կախված Միքայել Սրբազանի հետ, նա կարծեմ այդ ժամանակ դեռ եպիսկոպոս չի եղել, երբ որ Վատիկանից վերադառնալուց են եղել ուրեմն հոգևորականներով, հենց ինքնաթիռում վիճաբանություն է սկսվել, որտեղ այդ հոգևորականների մեծ մասը որոշել են, որ այո, պետք է մեր եկեղեցին գնա եւ միանա կաթոլիկ եկեղեցուն, եւ դրա հանդիմադ խոսներից մեկը եղել է հենց Միքայել Սրբազանը, հենց այնպես ոչի բան չի լինում, հենց այնպես չի, որ նա այսօր կալանավորված է։ Եվ Միքայել Սրբազանը այդ վիճաբանությունը վերածվել է նաեւ ծեսկրտուկի հենց ինքնաթիռի մեջ։ Այս պատմությունը իհարկե համոզված է մի օր ինքը arczepiskopos-ը կպատմի, երբ որ մենք այս հերթական ների հարցակումից ձերբազատվենք, կկանգնեցնենք, այս պատմությունը ինքը կարծում եմ հուսով եմ կպատմի։ Ինչևէ, Վազգեն Սարգսյանը հենց այն ժամանակ էլ իմացել է, թե ինչ է նախապատրաստվում եւ այդ արտահայտությունը հենց այնպես չի ասել, սրանք Մերոնի մեջ թույն խառնողներ են։ Եվ հաստատ տեղյակ է եղել այն ժամանակ ազգային անվտանգության ծառայությունը, որը դեռ սովետական միության ուրեմն KGB-ի աշխատողներն էին մնացել։ Պարզ է, որ վարչապետին զեկուցած կլինեին, սպարապետին զեկուցած կլինեին, թե ինչ էր կատարվում։ Այսօրվա NKVD-ն չի, որ ազգային ծառայությունը անվտանգության վերածվել է Նիկոլի կամակատար, ուրեմն վարձու ծառաներ, հա, NKVD։ Ну դեմ ծառա եմ ասում։ Մի խոսքով դրածոներ, հա, վարձու դրածոներ։ Ինչևէ, ինչ էի ասում։ Վազգեն Սարգսյանը այդ ամեն ինչին տեղյակ է եղել եւ հենց այնպես չի, որ Վազգեն Սարգսյանին սպանեցին հենց այն օրը, երբ որ կաթողիկոսը պետք է ընտրվեր եւ ընտրվում էր։ Իհարկե ժամանակի ամեն ինչ չի, որ գլոբալիստների մոտ այսպես կարակի նման հեշտ ստացվում է։ Եվ դրա համար ժամանակի առումով մի փոքր նրանք ուշացրեցին եւ կաթողիկոսը ընտրվել էր, իսկ նպատակը ես կարծում եմ եղել է այն, որ այդ լուրը հասնի
ուրեմն այդ եպիսկոպոսական ժողովին, որպեսզի այն մարդիկ հասկանային, որ սպարապետը այլևս չկա եւ կատարեն իրենց հուդայական քայլը։ Բայց այդ ժամանակի առումով չտեղավորվեցին եւ եղավ այն, ինչ որ Աստծո կամոք էր եւ Աստծո օրհնությամբ ընտրվեց Գարեգին երկրորդը, որը որ սպարապետը վստահ էր, որ չի գնալու եւ չի մտնելու կաթոլիկ եկեղեցու տակ։ Հիմա այս ամբողջ կռիվը դրա մասին է։ Երեկվա այդ հուդաներին, որ տեսակ այդ ամեն ինչին, Վազգենը հենց այնպես չէր ասում, բոլորին նկատի ուներ։ Նորից եմ ասում, իր տան սեփական օրինակ ունենալով, եթե կարծում եք նա չի զգացել իր եղբոր նախանձը, որը այսօր դեռ միջև այսօր իր եղբոր փառքից վիրավորված ամեն ինչ անում է եղբոր գործերը վերացնելու, սևացնելու եւ ամեն ինչի համար, կարծում եք նա ուրախ չի, որ եղբոր ամենակարևոր ձեռքբերումը Արցախը հանձնել են։ Իհարկե ուրախ է, չի զգացում, որ ուրախ։ Ինչևէ, Վազգեն Սարգսյանի սպանությունը, այդ ոճրագործությունը հենց առաջին հարձակումն էր մեր եկեղեցու վրա։ Հենց պլանավորված է եղել, իմ կարծիքով նպատակն էլ դա է եղել, որպեսզի ազդեն ընտրության վրա, որպեսզի իրենց գլոբալիստական նկատառումներով, իրենց գլոբալիստական նպատակներով ընտրվի հենց Մերոնի, մեր հայոց Մերոնի, առաքելական եկեղեցու Մերոնի մեջ թույն խառնել, այսինքն մեզ տանել, մտցնել գլոբալիստների հիմնադիր, գլոբալիստների ղեկավար, ուրեմն կաթոլիկ եկեղեցու տակ։ Եվ այդ պատերազմը, տեսեք, մենք հայերի նման սիրում ենք ամեն ինչը հապճեպ անել։ Շատ կարճ ենք մտածում։ Նրանք այդպես չեն։ Նրանք դանդաղ գնում են իրենց նպատակին։ Եվ եթե կասկածում եք նրանց ունակությունների մեջ, եթե կասկածում են, որ գլոբալիստները ունակ են հենց այն ժամանակվանից, հասկացած լինելու, որ ամենամեծ խոչընդոտը, ամենասուր ոսկորը գլոբալիստների կոկորտում, ների գալուստը խոչընդոտող, հետաձգող, միակ ազգն ու հավատքը դա մենք ենք, ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք։ Հենց մեր հավատքն է, որ խոչընդոտում է Ների Գալստյանը։ Որտեւ Աստված ասել, եթե մի հոգի ընդեղ լինի, երկու հոգի լինի իրական հավատացյալներ, դա թույլ չի տալու։ Իսկ մենք նրա ընտրյալ ժողովուրդ ենք, այո, մենք ընտրյալ ժողովուրդ ենք, այո, հենց այնպես չի, որ մենք առաջինը պետականորեն ընդունել ենք մեր կրոնը, ընդունել ենք Հիսուս Քրիստոսին որպես փրկիչ, եւ հիմա ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ հիմքը, ամեն ինչ քանդելու համար պետք է հիմքը քանդել, որ հիմքը չքանդես, վրան նորից կառուցում են, հիմքը մենք ենք։ Եվ դրա համար այսօր մի զարմացեք հոգիները սատանային վաճառած սրիկաներից։ Այո, կլինեն նրանք ինչը Վազգենը այդքան միամիտ չգիտեր ինչ էր ասում։ Մերոնի մեջ թույն խառնելու համար պետքա Մերոնի հետ գործ ունեցողների մեջ մարդիկ ունենան։ Եվ նա արդեն գիտեր, որ եկեղեցին ցավոք սրտի ներսում ունի այդ հուդաները, որոնք էլ այդ թույնը պետք է խառնեն, եւ այսօր արդեն բացահայտ են այդ թույնը ուզում խառնել։ Եկել է ժամանակը բացահայտվելու եւ բացահայտվում է։ Եվ սա Աստծո գործն է, որպեսզի մենք տեսնենք, ճանաչենք։ Մեզ օգնում է Աստված, մեր աչքերը բացում է Աստված։ Մի վախեցեք։ Այլ ընդհակառակը ամրապնդվեք ձեր հավատքում եւ կանգնեք իզորուի պաշտպան մեր եկեղեցու։ Մի վախեցեք, ավելի լավ որ տեսնում եք, թիկունքից հարվածողներին ճանաչում եք։ Դրանից պետք չի ընկճվել։ Դրանից պետք է զորանալ։ Շատ կարևոր է, որ դու թշնամու ճանաչես։ Մանավանդ որ դեմքով տեսնես, որ պարզ Աստված բացում է բոլորիս, չեք հասկանում։ Սա Աստծո պատիժ է, այո։ Բայց այս պատժով նա մեզ փրկում է։ Այս պատժով նա մեզ արթնացնում է այդ թմբիրից։ Արթնացիր իմ սիրելի, իմ ընտրյալ ազգ։
միավորիր քո ուժերը, քո հավատքի։ Ինչի՞ չես ստացվում համախմբվել որևէ մի քաղաքական ուժ, որտեղ քաղաքական ուժի մեջ չի էս ամեն ինչը։ Այս ամեն ինչը մեր հավատքի շուրջ է։ Միավորումը պետք է լինի, ինչպես միշտ եղել է հազարամյակներ, հենց մեր հավատքի շուրջ։ Ասում են գաղափար, դրանից ավել գաղափար կա։ Դրանից ավելի հզոր գաղափար կա։ Այո, պետք է միավորվել մեր հավատքի, մեր եկեղեցու շուրջ եւ փրկել մեր եկեղեցին, մեր մերոնը այդ թույն խառնողներից։ Եվ պետք չի ընկճվել, մենք չենք իմանալու, թաքուն էին անելու։ Հիմա արդեն գիտենք ովքեր չպետք է մոտենան այդ մերոնին։ Այս ամեն ինչը ճակերտների մեջ հասկացեք, ճիշտ հասկացեք, բառացի մի հասկացեք, վերջերս ամեն ինչը սկսել են բառացի հասկանալ։ Նենց որ խառնվել իրար պետք չի ազգս։ Ընդհակառակը ապաշխարեք եւ շնորհակալություն հայտնեք Տեր Աստծուն մեր աչքերը բացելու, մեր թիկունքում թաքնված թշնամիներին մեզ ցույց տալու համար։ Ու մի ընկճվեք։ Բա որ մենք նախորոք իմանայինք ովքեր են մեր թիկունքում, բա մենք կպարտվենք։ Բա որ իմանայինք պատերազմի ժամանակ մեր մեջքից խփողները ովքեր են, բա մենք կպարտվենք։ Իհարկե չենք պարտվի։ Են ոսկի, են լույս տղաները մի երկուսը կգնային այդ թշնամիների գլուխը կուտեին, որպեսզի համ իրանք չզոհվեին, համ երկիրը բարի չգնար, չգիտեինք, պարտվեցինք։ Հիմա Աստված փրկում է մեզ, բացում է աչքները, նայեք այեր, տեսեք ովքեր են ձեր թիկունքում, տեսեք ովքեր են ձեր մերոնին թույն խառնողները։ Սա ձեզ հուշում է, օգնություն է, ոչ թե սրանից ընկճվեք, խեղճացեք, վայ մեր մահը եկել է, սկսեք գոռալ, այլ ամրապնդվեք ձեր հավատքով, հավաքվեք ձեր հավատքի շուրջ, միավորվեք ձեր հավատքի շուրջ, թքած ունեցեք քաղաքական այդ մանկլավիկների վրա, հավատքն է ձեզ որ փրկելու է, ուրիշ ոչ մի բան, ով ձեզ ինչ կասի խաբում է, Ինչքան պետք է խաբեն, որ հասկանաք, որ այդ իրականությունը։ Միայն ու միայն մեր հավատքի շուրջ, համախմբվելով, միավորվելով, մեր հավատքը մեր եկեղեցին պաշտպանելով, ներսից թե դրսից մերոնի մեջ թույն խառնողներին կանգնացնելով, մենք կփրկվենք։ Կզարմանաք, թե ինչ հեշտ եղավ այդ փրկությունը։ Եթե հոգեպես, ապաշխարեք, ներողություն խնդրեք ձեր գործած մեղքերի համար, ինչպես ես եմ խնդրում, ինչպես շատերն են այսօր խնդրում, հասկանաք, որ դուք անմեղ չեք, որ դուք ձեր մեջ դադարեք Բաբելոն սարքելուց, ձեզ Աստված կարծելուց, ձեզ ամենագետ, ամենակարող, ամենակարծելուց, որ հասկանաք, որ Աստված է ամենան, այն ժամանակ ամեն ինչ կարագի նման հանգիստ կստացվի։ Աստված բերեց եւ ցույց տվեց, այս քանի տարի գոռում են, համախմբվենք այս գաղափարի շուրջ, համախմբվենք այս ուժի շուրջ, համախմբվենք սա։ Աստված բերեց ցույց տվեց, թե ինչի շուրջ պետք է համախմբվել, ընդամենը ձեր հավատքի, ձեր եկեղեցու, ի սկզբանեի շուրջ, որտեղ ի սկզբանե մենք ընտրեցինք այս ճիշտ ուղին։ Առաջինը ի սկզբանե մենք ընտրել ենք ճիշտ ուղին եւ դրանով դարձել Աստծու սիրելի եւ ընտրյալ ազգը։ Եվ այո, ընտրյալ ազգից Աստծու պահանջները ավելի շատ են։ Եվ նա ավելի հաճախ կպատժի, ավելի հաճախ է պատժում իր սիրելիներին, ինչպես որ դպրոցում ավելի պահանջկոտ է իր սիրելիներից, լավերից։ Դպրոցում ծուլիկներից այդքան պահանջկոտ չեն ուսուցիչները։ Բայց այ գերազանցիկը, որ մի փոքրիկ սխալ է անում, ուսուցիչները վրդովում են։ Եվ տան խելոք երեխայից ավելի պահանջկոտ են։ Են մեկին ասում են, դե չարաճիճին է, էլի։ Ես մեր տան չարաճիճին եմ եղել, գիտեմ։ Իմ եղբորից ավելի շատ պահանջկոտ են իմ եղբորից։ Գերազանցիկ էր, խելացի, սովորող եւ ամեն ինչա։ Ինձ ասում են, դե, արշակն է, էլի, չարություն պետք է անի, պիտի ջարդի։
եւ այլն եւ այլն։ Ինչի ես այս օրինակը բերեցի, որ հասկանաք, որ այո, մեզանից ավելի շատ է պահանջում մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Քանի որ ընտրյալն ենք, քանի որ սիրելին ենք, մեր հանդեպ ավելի պահանջկոտ է։ Ուրեմն հավաքվում ենք մեր հավատքի շուրջ։ Ուրեմն համախմբվում ենք մեր հավատքի, մեր եկեղեցու շուրջ եւ պաշտպանում այն մեր մերոնի մեջ թույն խառնող ցանկացողներից։ Աստված օգնական, Աստված զորավիք մեզ, մեր ազգին։ Առայժմ